Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, Եկեսցե արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես հերկինս և հերկրի, Սաց մեր հանաբազորդ, տուր մեզ այսօր, և թող մեզ սպարդիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարդաբանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյա իչարե, զիքո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Հանուն հոր և որդվո և որդուն սրբո ամեն, ըս գործս զրած մերոց ուղիղ արայի մեզ դեր, և ըս գործս զրած մերոց հաջողյա մեզ դեր, ամեն։ Ողջույն մեր սիրելի ժողովրդին, սկսում ենք հայ եկեղեցու դերը մեր կյանքում հաղորդաշարը։ Այսօր պետք է խոսենք ավելի սրբերի մասին, անցյալ անգամ մենք ձեզի պատասխանեցինք, թե ովքեր են սուրբերը, ինչպես են սուրբ եղել, սուրբերը մեզ նման մարդիկ են կամ ոչ, և այլն այսպիսի հարցերով խոսեցինք, այսօր առավելապես պետք է ծանրանանք ուղղակի որոշ սրբերի վրա, որպեսզի կարողանանք ձեզի բացատրենք, թե սուրբերը իրենց կյանքով ինչպիսի ծանր չարչարանքով լի կյանք են անցկացրել։ Բայց կսկսենք ավելի երջանկայություն Գարեգին առաջինի խոսքերով, որ հետո կանցնենք մեր սրբերին։ Եկեղեցու սուրբերն այն անձերն են, որոնք իրենց կյանքով, գործով, նահատակությամբ ու հաճախ արյունով թարգմանած են ավետարանը, ոչ գրիչով միայն, ոչ սոսկ բառերով, այլ մանավանդ իրենց ապրումներով ու գործերով, մեկ խոսքով իրենց կյանքով, կարդալ սուրբի մեկենսագրությունը կնշանակե սորվիլ քրիստոնեական ճշմարտությունը։ Բայց չի փաբեր հարուստ լալ անցյալով։ Մենք պետք է այսօր հարուստ զգանք մեկս մեզ։ Ամենեն առաջ պետք է ճանչնանք զանոնք, ինչ կյանքով ապրած են, ինչ գաղափարներ իրենց կյանքին մեջ թեր կատարած են, ինչ նվաճումներ իրագործած են անոնք, ինչ նպատակներով ծառայած են։ Պետք է դառնան ապրող անձեր մեր կյանքերուն մեջ։ Մեկ խոսքով, պետք է դուրս գան հայսմավուրկներու եւ վարք սրբոցներու խոնավ, փոշոտած եւ գրափարի մշին մեջ ծածկված իրենց թաքստոցներեն։ Պետք է բնակին մեր հոգիներուն մեջ։ Սուրբերուն գործերը պանձացնել կնշանակի ամեն բանի առաջ ճանչնալ սուրբերը։ Գարեգին առաջինի այս խոսքերը իբրև նախաբան ես կարդացի, որպեսզի կարողանանք հասկանալ, թե սուրբերը, որ իրենց կյանքը ապրել են, ինչպես պիտի կարողանանք մենք շարունակողները լինենք իրենց կյանքին։ Ուրեմն մենք դες անցյալ անգամ բացատրեցինք Սուրբ Հովը, այսօր պիտի խոսենք հիմնականում եւ սկսենք առաջինը Քրիստոսի առաքյալներից, որոնք դարձան առաջին սուրբերը հնդանական քրիստոնեական եկեղեցում։ Գիտեք, 12 առաքյալները բոլորս ծանոթ ենք արդեն, ես անունները գուցե եթե պետք է անունները շեշտենք եւ անցնենք։ Երևի թե այո, բայց ավելի շատ պիտի այսօր խոսենք ուրեմն Թադեոսի եւ Բարդուղեմոսի մասին, որպես առաջին լուսավորիչներ։ Մի անգամ հիշեցնենք երևի հայ ովքեր են առաքյալները, Պետրոս առաքյալ գիտեք, Անդրեաս առաքյալ, Հովանես առաքյալ եւ Ավետարանիչ, Հակոբոս առաքյալ, Հակոբոս Զեբեդյան, Ֆիլիպոս առաքյալ, Բարթողոմեոս առաքյալը, որ մեր առաքյալն է, Թադեոս առաքյալ նույնպես, Հակոբոս առաքյալ, որ Հակոբոս Ալփյանն է, Մատթեոս առաքյալ եւ Ավետարանիչ, Թովմաս առաքյալ, Եկվորյակ Սիմոն կամ Շիմավոն առաքյալ, Հուտան արդեն առաքյալ չէ, որը իր կոչումից ընկավ, Մատաթյան, որ վերջին 11-ի կողքին ընդրվեց իբրև 12-րդ առաքյալ եւ անշուշտ 13-րդ առաքյալը Պողոս առաքյալն է, որպես հեթանոսների առաքյալ, այդպես։ Ուրեմն սրանք ընդհանուր Քրիստոսի կանչված առաքյալներն են, որոնք Քրիստոս իրենց հրավիրեց, կանչեց, եկեք, ես ձեզի պիտի մարդկանց որսորդներ դարձնեմ։ Մենք այսօր ամեն մեկի մասին առանձին կարծում եմ չպետք է խոսենք կամ անդրադառնանք երկուսի վրա, որովհետև ավելի ծանրանանք Հայաստանի Առաքելական եկեղեցու առաջին լուսավորիչների հիմնադիրների մեր եկեղեցու Սուրբ Բարթողոմեոս, Սուրբ Թադեոս առաքյալների վրա, որոնք դարձան իսկապես մեր եկեղեցու հիմքերը։
Ուրեմն սկսենք Հայք Սուրբ Թադեոս Առաքյալ, ով էր Սուրբ Թադեոսը եւ ինչպես հայտնվեց Հայաստանում։ Ընդհանրապես մինչև սկսել է երևի թե ժողովրդին մեկ անգամ եւս հիշեցում կատարեն, քանի որ մենք նաեւ որոշ ծրագիր ունենք, որ կոչվում է քրիստոնեական դաստիարակություն, սա նրա հետ որևիցե առնչություն չունի եւ երբեմն շփոթում են դասում ծրագրի օրերը փոխվել են, բայց սա կարծեմ ATV ծրագրով է 283 ալիքով է, իսկ նա մեր ամեն չորեքշաբթի 11-ից 12-ը 26-րդ ալիքով է։ Այնպես որ սա լրացուցիչ նոր հաղորդում է, որ մենք Մաշտոկ Չոբանյանի եւ Համլետ Սարգսակի հետ հերթաբար խոսում ենք հայ եկեղեցու դերը մեր կյանքում, այդ մյուս հաղորդումը 1 ժամ է, սա կես ժամ է։ Այո, եւ պիտի փաստորեն խոսենք այն մասին, որ հիմա օրինակ սրբերին երբ որ ընտրեցինք, մեծագույն նպատակ ունենք դերեր, սրբերի միջոցով նաեւ մեզ կրթել, ժողովրդին կրթել, դաստիարակել, որովհետեւ այսօր այդ քրիստոնեական հավատք ապրողները, ճշմարիտ հավատք ապրողները շատ քիչ են։ Եվ ես կարծում եմ, որ մեկ անգամ եւս խրախուսվելով այդ քրիստոնեության հերոսներից, որ նախորդ հաղորդմանը խոսեցինք, այս հերոսներով է, որ մենք նաև պիտի խրախուսենք մեզ, եւ քանի որ երևի թե առաքյալներից պարբերաբար պիտի անդրադառնանք, կարծում եմ բոլորին, որովհետեւ հետաքրքիր է, եւ նույնիսկ շատերը չգիտեն թե քանի առաքյալ կա, ես իսկապես ականատես եմ եղել մեծ մասամբ եւ նույնիսկ կանոնները չգիտեն, եւ ուրեմն առանձին խոսենք, բայց այսօր որոշեցինք, որ հայ եկեղեցու հիմքերից խոսենք, Թադեոսից եւ Բարտոլոմեոսից։ Երևի Թադեոսի կենսագրականը մի քիչ խոսենք եւ անցնենք համեցեք ցանկանաք։ Թադեոս Առաքյալ ինքը Ղեբեոս կամ Լեբե Ադդե Առաքյալ, այսպես է ասում բանի մեջ, ըստ նոր գդակարանի Հիսուսի 12 աշակերտներից մեկը Հակոբոսի եղբայրը, որը քրիստոնեություն է քարոզել նաեւ Հայաստանում։ Իդիվես 12 Հիսուսը դրել է նաեւ նրանց։ Համաձայն այլաբնույթ աղբյուրների Թադեոսը եղել է Քրիստոսի 70 եւ 72 աշակերտներից մեկը, ուղղակի առաքյալներից մեկը չէ, Մովսես խորհրդացու Հիսուս Քրիստոս խոստացել էր, որ առաքյալներից մեկին կուղարկի Եթեսիա քաղաքը Աբկար թագավորին բժշկելու, հիշում ենք, որ Աբկար թագավորը խնդրել էր Հիսուսին, որպեսզի հիվանդ գայրեն բժշկի եւ Հիսուս երևի խոստացել էր, որ մեկին կուղարկի եւ ուղարկեցին Թադեոս Առաքյալին։ Այս մասին կուզեք մի քիչ մանրամասնենք, որպեսզի այսինքն շատ պաշտոնապես չլինի, այո, Թադեոս Առաքյալ, մենք կարդում ենք Մարկոս Ավետարանչի մեջ, որ ասում է Ղեբեոս եւ շարունակում է, որ նաեւ Թադեոսն է, իսկ Մարկոս Ավետարանիչը արդեն հստակ ասում է, որ Թադեոս Առաքյալ։ Իհարկե, ինչու նաեւ շեշտեցինք 72-ի մեջ, որովհետեւ խորենացուց հիշատակություն ունենք այս Աբգարի պատմության մասին, որ շեշտում է, որ Թադեոսը կարծես այս 72-ի գլուխն էր։ Եվ կարծես փորձում է շեշտել, որ 12-ի մեջ էր, բայց հստակ է արդեն նաև եւ մատենագրությամբ հաստված, որ Թադեոսը նույն այս Թադեոսը նույն Ղեբեոսն է կամ Հուդան, այս երեք անուններն պահպանվում են, ոչ Իսկարիովտացին։ Մատնիչը չէ։ Եվ Ալփեոսի որդին է, ինչպես որ Հակոբոս ասեցիք, Հակոբոս Ալփեոսի որդին է Հակոբոսի եղբայրը, եւ նաև Հուդայի գիտենք, որ ընդհանրական թուղթը կա։ Շատերը կարող է կարծեն, թե Հուդան մատնիչ Հուդան է գրել, ոչ բողոքական եւ ավելի շատ կաթոլիկ արամեդյան եկեղեցին կարծում է, որ այս նույն Թադեոսի գործն է այս ընդհանրական թուղթը, որ կոչվում է Հուդայի թուղթ եւ հայտնությունից անմիջապես առաջ է դրված, եթե ուշադրություն դարձնեք։ Մենք կարծում ենք, որ սա իր գործը չի, սա դեռ եղբոր գործն է։ Համենայն դեպս այս անձնավորությունն էր, որ հսկայական դեր կատարեց եւ իր կյանքից փորձենք մի քանի դրվագներ վերցնել, որտեղ ամբողջ վարքը երևի դժվար կլինի խոսել։ Այո։ Եվ ըստ Ավետարանչի ասում է, որ Թադեոսը ուղարկվեց Աբկարին բուժելու, Աբկարին բուժեց եւ Աբկար թագավորի մոտ երկար բավական ժամանակ մնալուց հետո անցավ Հայաստան, որտեղ Սանատրուկ թագավորն էր, հայոց թագավորը Սանատրուկն էր։ Եվ պետք է ասեմ, որ Սանատրուկը սկզբից արդեն իր քարոզությունների շնորհիվ, Թադեոսի քարոզությունների շնորհիվ դարձավ քրիստոնյա, բայց սպառնալիքներ տեղ ունեցան իր վրա կողքի երևի իշխաններից կամ ժողովրդից եւ նա վախենալուց նորից դարձավ դեպի իր հեթանոսական կրոնը եւ սկսեց հալածել Թադեոս Առաքյալին։ Այստեղ շեշտենք, որ Թադեոս Առաքյալի քարոզության հետևող դարձավ հենց Սանատրուկ թագավորի դուստրը Սանդուխտ կույսը, որը կարծեմ 15 տարեկան էր, եթե չեմ սխալվում։ Եվ նա անցավ Թադեոսի եւ Սանատրուկ թագավորը փոխեց իր կրոնը, հեթանոսական կրոնին անցավ նորից, այն ժամանակ նա սկսեց հալածել եւ փորձեց իր աղջկան էլ ետ բերել, բայց հաջողություն չունեցավ։ Դե կուզեմ մի քիչ կյանքին կապելու համար ասենք, որ պատկերացնենք հիմա մեր իրականության մեջ գա ներգրավի մի ուրիշ վարդապետություն,
վստահ ենք, որ շատ-շատերս, եթե ոչ բոլորս պիտի կասկածով մոտենանք, պիտի դժգոհությամբ մոտենանք։ Եվ նույն պարագան եղավ Թադեոսի մեջ, որպես առաջի քրիստոնյա անհատ եկավ եւ սկսեց քարոզել, անվախ քարոզել, եւ ամեն անգամ, երբ որ առաքյալներին ես տեսնում եմ իրենց վարքերը, ասենք ուսումնասիրում եմ, զգում եմ, թե այս մարդկանց հոգեկան աշխարհը ինչքան հարուստ եւ ամուր էր, որ ամբողջ կարծես Հայաստան աշխարհի դեմ էր դուրս եկել, ցույց տալով, որ ես եմ լույսը բերել։ Միայնակ, պատկերացնում ես, միայնակ դուրս գաս արյուզների դեմ, այդպես ասենք, միայնակ գազանների դեմ, պատերազմի բանի դուրս գաս եւ ինչքան դժվար, այդ նույն պարագան էր։ Թադեոս առաքյալը մենակ եկավ Հայաստան եւ ասենք օրինակ այն ժամանակ Հայաստանը 2-3 միլիոն ժողովուրդ ուներ եւ ինքը մենակ նետվեց այդ հորձանուտի մեջ։ Հիմա նույն պարագան է ասենք Հայաստանում։ Այսօր Հայաստանում գլխավոր իշխողը եթե վերցնենք Հայաստանից առաքելական եկեղեցին պետք է լինի, չէ՞։ Բայց հիմա Հայաստանում այսօր այնքան աղանդեր են լցվել եւ ժողովրդի մտայնությունը այնպես են փոխում, կարծես թե այ եկեղեցին երբեք էլ գոյություն չի ունեցել իրենց մտքի եւ սրտի եւ հոգու մեջ։ Ճիշտ ասացիր, որ մեկը մի ասենք հեթանոսությունը եւ մեկ գալիս է սկսում ուրիշ գաղափարներ տարածել, բնական է ահագին հալածանքների պիտի ենթարկվի։ Բայց ի տարբերություն մյուսների Թադեոս իսկապես ճշմարիտ վարդապետությունը բերեց եւ դրա փաստը այսօր 2000 տարվա եկեղեցին է, որ միշտ շեշտում ենք։ Չմոռանանք, որ նա Սուրբ Հոգով լցված էր։ Վերնատան մեջ Սուրբ Հոգին նրան տվեց այդ հնարավորությունը եւ շատ հավանաբար նա հայերեն էլ գիտեր։ Վստահաբար։ Որ Հայաստանի մեջ այսինքն այդտեղ կասկած չկա։ Այն ժամանակ ասորերեն էր, հունարեն էր, հայերեն էլ չէր, չեմ կարծում որ հայերեն։ Լեզուն կար։ Առաջին դարում լեզուն կար, բայց հիմնականում գրավոր լեզուն չունեինք։ Լեզուն ասորերեն եւ հունարենն էր։ Գրավոր լեզուն, այո, բայց մեր լեզուն երևի թե ամենահին լեզուներից մեկն է, եթե ոչ ամենահին հնդեվրոպական այսինքն լեզվան ընտանիքի մեջ, որ այսօր փաստված է, բայց տվյալ դեպքում երբ որ Թադեոսին գանք, պիտի տեսնենք, որ սկսեց քարոզությունը եւ անվախ քարոզություն։ Մտել էր ուրեմն Հայաստան եւ սկսել էր քարոզել, կարծես հովանավորություն ունենալով Աբգարին, որ իսկապես գիտենք, որ նամակով հղեց, չէ, ինչպես որ ասեցիք Սանատրուկին եւ վերջինս կարծես դրական մոտեցում ուներ, բայց հետագայում փոխվեց, որովհետեւ իսկապես ժողովուրդը ամբողջությամբ խավարի մեջ է։ Եվ գիտեք, հետաքրքիր է, երբ որ սկսում է մեկ առ մեկ ժողովրդին քարոզել, բացատրել եւ ժամանակին ինչպես էր հավատքը, չէ՞ որ Պողոս առաքյալը ասում է հավատքը լսելով է։ Սկսեցին լսել եւ նաեւ հրաշքները տեսան, փոխվեցին։ Այլապես հնարավոր չի, եթե մենք փորձենք բացատրել, հնարավոր չի մի անձով ամբողջ հսկայական տարածում ունենալ, հազարավորներ, ինչպես որ Վարք Սրբոցն ասում, հազարավորներ դարձի եկան եւ նրանցից մեկն էլ Սանդուղ Կույսը, որ ասեցիք 15 տարեկան աղջիկ, որ երբ որ իր վարքն ես կարդում, զարմանում ես, թե այս աղջնակը ինչքան խոր հավատք ուներ եւ ինչերի դիմացավ հանուն քրիստոնեական հավատքի եւ ի վերջո այսօր առաջին մեր հայ կույս նահատակին աղջիկն է, աղջնակն է, որ ունենք այսօր։ Առաջին հայ կույս, այո, նահատակն է, որ մեր սրբերի մեջ հիշվում է։ Եվ իրապես էլ երբ որ մենք անցյալ անգամ էլ բավական սրբերի կյանքի մասին խոսեցինք եւ ասացինք, որ սրբերը մեզ նման մարդիկ են, Թադեոսն էլ մեզ նման մարդ էր, այո կանչվեց Աստծո կողմից, Հիսուս Քրիստոսի կողմից հետևելու իրեն, քարոզելու իր վարդապետությունը, բայց նույնն էլ մեզ հետ կարող է պատահել, չէ՞։ Թե մենք էլ առաջին դարում ապրեինք Քրիստոսին ձեր քեզ էլ կանչեր, երևի մենք էլ այդ նվիրումով կմոտենայինք եւ կփորձեինք, ինչ իմանաս։ Այսինքն ուզում եմ ասել ժողովրդին, որ մի կարծեք, որ սրբերը երկնքից իջած մարդիկ էին, բարձ սովորական մարդիկ էին, Թադեոսը հրյամ, ինչպես ասում են, կարծեմ մաքսավոր էր, եթե չեմ սխալվում, հա։ Չէ, Թադեոսը մաքսավոր չէ, Մատթեոսն էր մաքսավոր, սակայն հետաքրքիրը ինչ է, դեր հետաքրքիր բան ասեցիք, շատ ներողություն, երբ որ ասեցինք, եթե առաջի դարում ապրեինք, վստահ եմ ժողովրդի համար, մենք էլ պիտի լինենք, 21-րդ դարում ենք ապրում եւ Քրիստոս այսօր այստեղ է, հավիտյան, որովհետեւ կա։ Սակայն ինչու ենք մենք այս սրբոց վկայաբանությունները սկսել խոսել 21-րդ դարում Քրիստոս կա, բայց մենք կարծես թե շատ-շատերին այս մտայնությունը կա, թվում է թե Քրիստոս առաջի դարում մնաց եւ վերջացավ։ Քրիստոս այսօր այստեղ է եւ նոր առաքյալների կարիքն ունի եւ այսպիսի անձանցով է որ մենք պիտի ողջևորվենք։ Ինչն է հետաքրքիր, որ այսօր ուզում եմ համեմատական անցկացնել։ Երբ որ վարքը կարդում